Բայց Աստված ամեն ինչ գիտի։ Գիտի, որ ամեն ինչ լավ է լինել։ Հնարավոր է նրանք, որովհետև ես հոգևորականների հետ որ խոսում եմ, նրանք ասում են, որ պետք է ապաշխարեն ետ վերադառնալ։ Դուք այդ տարբերակը հնարավոր համարում եք, կարող են դարձի գալ։ Եկեղեցում դա մեծագույն խորհուրդն է։ Հա, 7 խորհուրդներից մեկն է ապաշխարության խորհուրդը։ Որևէ մեկին Աստված չի զրկել ապաշխարության հնարավորությունից։ Դա այդպիսի հարց քահանային, օրինակ, չի կարելի տալ։ Դուք կարծում եք նրանք իշխանության այդ գործընթացից դուրս կգան եւ հետ կվերադառնան, այդ հույսը կա։ Միշտ կա հույս, միշտ։ Անհույս չի կարող լինի քրիստոնյան։ Միշտ հույսը կա, որ ցանկացած մարդ կարող է ապաշխարել եւ ետ դառնալ իր սխալ ընթացքից։ Միշտ կա դա։ Եվ միշտ այդ աղոթքի մեջ ենք մենք, որ մարդիկ ովքեր որ ճանաչեն, որ սխալ իրականության մեջ են, սխալ ուղղության մեջ են, ետ դառնան։ Պետք է նրանց եւ վեհապարի հանդիպում լինի եւ որոշակի հարցեր քննարկվի ձեր կարծիքով։ Նրանք գալիս են փաստորեն հարց քննարկելու, բայց վերջնանպատակ են այսպես դրել վեհապարի հեռացումը։ Պետք է այդ հարցը քննարկվի, վեհապարը նրանց ընդունի։ Կարծում եմ այդ հարցը ինձ ուղղված չի։ Կներեք, ձեր հետաքրքրության շրջանակ ինձ հասկանալի է, պատկերացնելի է, բայց հարցը իմ շրջանակից դուրս է, ես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը։ Տեր Աբել 10 բարձրաստիճան հոգևորականների այդ հայտարարությունը կարող է արդյոք այսօր այստեղ ծայրահեղ քայլերի բերել եւ ժողովրդի բախումի վերջո հրահրել։ Չեմ կարծում։ Մենք խաղաղ աղոթքի մեջ ենք։ Իրական եկեղեցին խաղաղ աղոթքի մեջ է եւ մեր Տերը զորավիք է մեզ, մեր ընթացքին, հայ առաքելական սուրբ եկեղեցու անպարտ լինելը դարերով փաստված իրականություն։ Այո, մեզ կարող են առակ նշավակ դարձնել ամբողջ աշխարհին, խափ ու խայտառակ անել, չգիտես ինչ, հա, ինչ ասես կարող են անել։ Բայց գիտեք, Քրիստոսի մասին շատ պատմողներ կգան ու կգնան ժողովրդի մեջ, բայց հայրերը շատ չեն։ Հայրերի նկատմամբ վերաբերմունքը պատշաճ պիտի լինի։ Սպասելի էր այս հայտարարությունը, որ հավաքվեն Էջմիածնում եւ ժողովրդին էլ կոչ անեն, որ գան այստեղ։ Եթե արդեն եղել է, ինչ տարբերություն, սպասելի է, թե սպասելի չէր։ Արդեն իրական չեմ կարծում, որ մենք ինչ-որ մտահոգություն ունենք, որ ինչ-որ քայլեր պիտի ձեռնարկենք։ Մնացեք խաղաղության մեջ, ամեն ինչ լավ է լինելու։